Գերի կենտրոնների միջոցով նույն խարդախները կապվել են տեղեկանալով գովազդների միջոցով, քանի որ քաղաքացին եթե խոշոր գումար ունի, ուզում է մի քիչ ավելի լավ արժույթով այս գումարը փոխանակել, այդտեղ գովազդներ կան, հղումներ կան, այդ սիլկաներով երբ որ գնում է, հանցագործների մոտ է հայտնվում նրանց հեռախոսի համարները եւ անձնական տվյալները։ Կապվում են քաղաքացիների հետ, առաջարկելով ավելի բարձր կուրս, հա, ու այստեղ են քաղաքացիները հայտնվում ծուղակում կորցնելով կանխիկ իրանց ձեռքի գումարները, կան տարբեր եւ բազմաթիվ մեթոդներ, ինչը չի կանխարգելվում մեր ուժային կառույցների կողմից։ Փաստորեն մարդու իրավունք, փաստորեն այստեղ ինչ ունենք։ Փաստորեն այստեղ ունենք 17000 չէ, լավ, 1700 չէ, լավ, ձեզեով 170 չէ, 17 հոգի մարդ ունենք հավաքված բողոքով։ Բերեք այդ մարդկանց։ Ես նույն ձևով ձեզ եմ հակադարձում։ Լավ, 7 հոգի ունենք, կապ չունի։ Սա նշանակում է, որ մի հոգու իրավունքը կարող է եւ տուժել, եւ մենք պիտի թույլ տանք, որ մի հոգու իրավունքը տուժի։ Քաղաքացիները ներողություն եմ խնդրում։ Հենա, այն կողմը էսպես շարված են։ Ունենք այն, ինչ ունենք, բայց քաղաքացիները ունեն կաշկանդվածություն, նրանք չեն ցանկանում նրանց դեմքը երևա կամերայով, տեսախցիկներով, ինչի, որովհետև երբ որ այս դեպքը պատահում է քաղաքացու մոտ, իսկույն եւ հասարակության կողմից եւ պետական մարմինների կողմից լինում են մեղադրանքներ տուժող քաղաքացու նկատմամբ։ Սա հալածանք է, սա անիրավչություն է։ Տեսեք, ովքեր որ եկել են, մենք խոսում ենք նրանց անունից։ Այս պահին մենք ունենք 30 հոգի կանգնած։ Մենք խոսում ենք 30 հոգու անունից։ Իսկ դες քանի հոգի ա դիմել ֆիզիկական անձ։ Այս պահին ունենք 250-ի մոտ գրավոր դիմումներ, դեռևս հաշվարկ չեմ արել, բայց խմբում 250 հոգի են արդեն։ Դրանց մի մասն է հելոբիտ։ Դրանց 70% եւ ավելին հելոբիթի զեղծարության զոհեր են, մնացածը այլ հարթակների եւ ասեմ ավելին, որ գումարի մասին է խոսքը։ Այստեղ մենք ունենք $1000-ից սկսած, մինչեւ այն տիկինը ինչ հարց եք տալիս։ Եթե մենք ընդհանուր ինչա նշանակում ընդհանուր թիվը, եթե մենք չգիտենք պետական մարմինները չգիտեն, պարտավոր կառույցները չգիտեն տուժողների ընդհանուր թիվը, որտեղից իմանանք կորցրած գումարների ընդհանուր թիվը։ Մեզ դիմացների ընդհանուր թիվը հաշվարկելու նպատակ ընդհանրապես մենք չունենք։ Ես հիմա կարող եմ ասել անհատները որքան բանկային զեղծարությունների դեպքում էլ ընդհանուր թիվը հաշվարկելի չի, ներողություն եմ խնդրում։ Բանկային բազմաթիվ միջոցառումներ են տարվում կիբերհանձագործությունների այս պայքարին միտված, նաև բազմաթիվ անգամ ներքին գործերի նախարարությունը զգուշացում է, որ քաղաքացիները ավելի զգոն լինեն։ Այս դեպքում ասում եք գովազդներին են տրվել, որևէ ինչպիսի առաջարկներ են սկզբի համար եղել, որ մարդիկ այդպես տրվել են եւ մեծ գումարներ են կորցրել, ու բացի դա ոստիկանության կողմից արդեն պատասխան չի եղել, որ ավելի զգուշավոր լինեն մարդիկ։ Դուք ասում եք բազմաթիվ միջոցառումներ են եղել։ Ես կուզեի իմանալ բացի զգուշացումներից ինչ միջոցառումներ են եղել եւ բացի այդ ներքին գործերի նախարարությունը կամ քննչական կոմիտեն կամ դատախազությունը զգուշացումներ տարածելու համար չեն։ Զգուշացումներ կարող են տարածել, ասենք օրինակ իրավապաշտպան Մեհեր Կարագոզյանը։ Կարա նման զգուշացումներ տարածի կամ փորձագետ Սամվելը, կարա նման զգուշացումներ տարածի, բայց պետական մարմինը ավելի կարևոր գործ պիտի անի եւ գործուն քայլերի պետքա դիմի, պետքա կանխարգելվի այս հանցագործությունները։ Այս ինչ վիճակական քաղաքացիները հսկայական թվեր են կորցրել։ Մենք այստեղ ես տեսնում եմ դեմքերով հիշում եմ նրանց թվերը։ Մենք այստեղ ունենք $1000-ից սկսած, մինչեւ ես եթե չեմ սխալվում, այն տիկինը կորցրել է $167,000։ Սա նորմալ է։ Մի հատ այդ տիկնոջը ասենք թող մոտենա, հա։ Մենք հիմա հանցագործության մասին հայտարարություն ենք տալու, ինչի, որովհետև քաղաքացիները ունեն խնդիր, այստեղ հավաքված բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ոստիկանությանը եւ արժանացել են անլուրջ վերաբերմունքի, արժանացել են մեղադրանքների, երբ որ տուժող քաղաքացուն ֆինանսական միջոցներ կորցրած քաղաքացուն մեղադրանք են ներկայացնում, ասելով, որ ուր է ձեր գլուխը, ցանկացած քաղաքացի ինչ որ կետում, ինչ որտեղ հնարավոր է հայտնվի ծուղակում։ Այսպիսի մեղադրանքները օրինաչափ չեն եւ ընդունելի չեն։
Դրա համար թվերը գնալու մեծանում Լսենք քաղաքացիներին, եթե հնարավոր է։ ով է ուզում խոսալ, միակ դուք կմոտենաք ձեր թիվը չափազանց մեծ թիվ է։ Խնդրում եմ, եկեք ասեք ինչքան գումար եք գործել եւ ինչի արդյունքում